Երբ ասում ենք, որ սմերչերն ունեն 70 կմ հեռահարություն, մարդկանց մոտ կարող է կարծիք առաջանալ, թե Ադրբեջանի սմերչերը կարող են հասնել հայկական սահմաններին ու այնտեղից մեր սահմանից ներս մինչև 70 կմ խորությամբ հարվածներ հասցնել, բայց իրականում այդպես չէ։ Այն կարծիքը, որ սմերչը 70 կմ խփելու է, այդ չի նշանակում, որ ինքը մեր տարածքում 70 կմ խորության վրա կարող է խփի։ Ինքը ամենակիչը 20 կմ հետ պետք է անի ճարտարապետի։ Ինչի 20 կմ, որտեղ մենք ունենք սովորական հրետանային միջոցներ, որոնք 20 կմ-ի վրա կխոցեն իրեն։ Ու սկսած մեր D30 հրանոթներից, ամենասովորական D30 հրանոթներից 20 կմ-ի վրա ինքը կխոցվի։ Դա ինքը լինելու է 20 կմ-ից հետ։ Այսինքն այն հավանականությունը, որ ինքը կարա մեր տարածք խոսի 40 կմ, որտեղ հասկանանք 70-ից ասում են մաքսիմալ, այդ 70-ը ասում է հարթավայրի վրա, որովհետև 70 կմ հեռադիտակորը գնայես։ Բայց մեր պայմաններում, լեռնային պայմաններում, շատ ամեն ինչը փոխվում է։ Որովհետև ինքը իրականում կրակի կառուցել խնդիր ունենում, ինքը կրակի ղեկավարման խնդիրներ ունենում։ Այսինքն, մեր սահմաններից 20-30 կմ հեռավորությունն ամենաքիչն է, որտեղ կարող են տեղակայվել հակառակորդի սմերչները։ Այդ դեպքում, քանի որ նրանք կարող են տեսականորեն հարվածել մեր սահմանից 40 կմ խորությամբ տեղակայված թիրախներին, նայենք, թե այդ խորությամբ ինչ կարևոր ստրատեգիական օբյեկտներ ունենք, որոնց սմերչերը կարող են խոցել։ Պարզ է դառնում, որ չկան այդպիսի օբյեկտներ։ Մեր առաջնային գծի դիրքերի վրա առավել ևս իմաստ չունի սմերչով կրակ բացել, որովհետև խրամատի մեջ գտնվող զինվորներն ապակենտրոնացված մարտակարգով կրակային դիրքեր են զբաղեցնում, ու որպեսզի հակառակորդը կարողանա քիչ թե շատ զգալի կորուստներ պատճառել, ամենակիչը մոտ 20 մարտական մեքենայից մոտ 20 համազատ պետք է հարվածի մեկ դիրքի, որտեղ կենդանի ուժը շատ քիչ է։ Դա հստակ հաշվի, որ հակառակորդի հրետան հակառակորդի օդուժի հարվածներից հրետակոծությունից մենք հաշվարկում ենք, որ այս մեր տարբերակով, մեր պաշտպանության տարբերակով մենք առավելագույնը ունենալու ենք 30% կորուստներ։ Ընդհանուր։ Ու հասկանանք իհարկե այս կորուստ կոչվածը եւ մարդկային ուժն է եւ տեխնիկան է։ Սակայն պատերազմի ժամանակ պետք է հստակ գիտակցես, որ անհնար պատերազմում ծովեր չլինեն։ Իսկ մենք ուղղել եմ ասում, այդ հաշվարկները հենց մեծ օծից եկած չեն, դրանք որի պատերազմի փորձից են։ Որ հակառակորդի հրետանու, նմանատիպ գրաբի, սմերչի հարվածից, իր ռմբակոծությունից մենք դիրքերում կորցնում ենք առավելագույն ընդհանուր 30%, որով մեր մարտունակությունը չընկնի։ Որպեսզի մարտունակությունը ընկնի, պետք է 50 եւ ավելի տոկոս կորուստ ունենանք։ Այսինքն, քանի դեռ մենք 50%-ի կորուստ չունենք, մենք հստակ կարող ենք արժի դրած խնդիրը կատարել։ Իսկ իր այդ նման ամեն ոչ միայն սմերչի, այլ իր ամբողջ հրետանային միջոցների եւ այլն կիրառումից առավելագույն ընդհանրապես 30% կորուստ կարա պատճառը առաջերտին, որտեղ ապակենտրոնացված են մարտակորդը։ Մարդիկ իրար կողքը չեն, ասենք պետք է մի 20 հոգի իրար կողքը նույն քառակուսու մեջ գտնվեն, որ բոլորը զոհ են։ Իսկ այդպես մարտակորդ չի թույլ, անթույլատրել կուտակումը։ Նման կուտակում, ասում եմ, կարող է լինի միայն կենտրոնացման շրջաններում։ Իսկ կենտրոնացման շրջանները հենց ելնելով այդ ամեն ինչից, որ մենք գիտենք հակառակորդը ինչ ուժեր ունի, ինչ միջոցներ ունի, կենտրոնացման շրջանները երբեք չեն նշանակում ունես տեղերում, որտեղ կարող են սմերչից հարվածներ հասցվել։ Այստեղից հասկանում ենք, որ հակառակորդն իր սմերչերը օգտագործելու է բնակավայրերի դեմ, քանի որ բնակավայրերից բացի այլ նշանակետ, որպես այդպիսին հակառակորդը չունի։ Մեր հակառակորդն ունի սմերչեր ու ինչպես արդեն նշեցինք, դրանք ճակատային գծից 20 կմ հեռավորությունից ավել չի մոտեցնի մեր դիրքերին, բայց մենք էլ այդ դեպքում կարող ենք ճակատային գծին մոտեցնել մեր սմերչերն ու հանգիստ խոցել նրանց համակարգերը։ Դա մենք կարող ենք անել նաև մեր ունեցած չինական WM80 համակարգերով, սակայն եթե ձեռք բերենք չինական AR1 համակարգերը, որոնց հեռահարությունը մինչև 130 կմ է, ապա դրանք հակառակորդի հրետանու կրակի գոտից դուրս մեր սահմանից 20 կմ ներս տեղակայելով անգամ կկարողանանք հակառակորդի սահմանից մոտ 100-110 կմ խորությամբ ոչնչացնել նրա թիրախները։ Այսինքն այնպիսի հեռավորության վրա պահել հակառակորդի սմերչերը եւ այն միջոցները,
որտեղից նրանց առավելագույն հեռահարությամբ անգամ մեր տարածքներից չեն հայտնվի հակառակորդի կրակի գոտում։ Բացի այդ, նման կերպ հնարավոր կլինի նաև ոչնչացնել մեր ճակատային գծին մոտեցող հակառակորդի զորաշարերը։ Իրանք սմերջ ունեն, իրանք սմերջ չունեն, մարտավարությունը, մեր մարտավարությունը սա խորհրդային մոդելի մարտավարությունն է, հիմնական, ու որոշակիորեն փոփոխված։ Այդ մարտավարության մեջ խորհրդային միության արդեն գլխանց հաշվարկած էր ամեն ինչ, որ հակառակորդը ունենալու է ոչ միայն ՌՍԶ, ունենալ նաև փոքր ատոմային ռումբեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ մարտավարությունը մշակած է արդեն, որ ենթադրենք դու մոտենում ես ճակատի գծին, պետք է ռազմաճակատի գծին մոտենաս, դու ըստ բնագծերի բացազատվում ես։ Այդ բնագծերի հեռավորությունն էլ հաշվարկված է, թե հակառակորդի որ կրակային միջոցը քեզ ինչ հեռավորության վրա կարա խփի։ Ու դրա համար ասենք, եթե մենք գիտենք ինքը ունի D30-ների մարտկոց ընդեղ, այդ D30-ի համար թիրախ կարա հանդիսանա վաշտի շարասյուն։ Հետևաբար վաշտի շարասյունը կբացազատվի ավելի շուտ, քան մենք հավատենք իր հասարակության գոտը։ Դա բարական հաշվարկ է, որը անկախ նրանից իրենք սմերջ ունեն թե չունեն, մենք կանենք։ Մեկ այլ կարևոր կետ. Ադրբեջանը տեսականորեն կարող է սմերչերը կիրառել Ստեփանակերտի դեմ, քանի որ Ստեփանակերտից մինչև սահմանային գիծ 40-45 կիլոմետր է, այսինքն սմերչի կրակի հասանելիության գոտում։ Ադրբեջանը պետք է հստակ հասկանա, որ եթե սմերչը կիրառի Ստեփանակերտի դեմ, մենք նույն հնարավորություններ ունենք Կիրովաբադի նկատմամբ, որն ավելի մեծ քաղաք է, դեռ չնշենք մյուս քաղաքները։ Բայց կողմերն առնում են նշանակած տեսականորեն գոնե, երկուսն են խնդիր ունեն, որ կարող է եւ օգտագործում քաղաքների դեմ։ Հիմա երբ որ մենք 88 թվականից նայում ենք այս կոնֆլիկտի էսկալացիան, մենք հասկանում ենք, որ այսինքն առաջի գործողական զենքն են իրանք օգտագործողը, չգիտեմ, առաջի ավտոմատը, եւ այստեղ արդեն ցավոք սրտի միջազգային իրավունքի արդեն խնդիր չկա։ Մենք այս վերջի Հակոբ Ինջիգուլյանի օրինակով պարզ գիտենք, որ Ադրբեջանը պարբերաբար խախտել է այս օրինակն ցույց տվեց, որ այսինքն ինքը ռազմագերում օգտագործում է արգելված նպատակների համար, այն է իր պրոպագանդիստական եւ այլն, որ միջազգային իրավունքի խախտում է։ Իհարկե, իր բնույթով համեմատելի չի խաղաբնակության ոչնչացումը եւ հարցազրույցը, բայց սա ոնց որ ասած ցուցանիշ է, դու ցուցանիշներից ես իմանում, եթե ինքը խախտում է փոքրերի մեջ, հետեւաբար մեր տակտիկան այսօր ինչքան էլ դաժան ինչի պետք է հետեւյալը, որ մենք առաջինը չենք օգտագործի խաղաղ բնակչության դեմ մասսայական ոչնչացման զենք, բայց նաեւ եթե մեր դեմ իրարի մենք չենք հավանի համարժեք հարված տալ։ Պետք է հստակ լինի եւ կարծում եմ դա պետք է ունի իրանց վրա զսպող գործոն։ Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի կողմից սմերչել ձեռք բերելով ռազմական հավասարակշռությունը ուժերի միջև չի փոխվում, սակայն առաջանում են այլ վտանգներ, որոնց մասին պետք է մտածենք այս օրվանից։